Ողջույն, Բուն TV-ի եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչինյանն եմ։ Այսօր մենք խոսելու ենք տեղեկատվական մանիպուլյացիաները ընտրություններին ընդառաջ թեմայով։ Եվ իմ հյուրերն են քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար, եւ քաղաքագետ Սամվել Մելիքսյանը, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Հարգելի հեռուստատողներ, քանի մենք մոտենում ենք ընտրություններին, այդքան ավելի ակնառու է դառնում, որ գրեթե բոլոր, եթե ոչ բոլոր մասնակից ուժերը, այսպես թե այնպես զբաղված են տեղեկատվական մանիպուլյացիաներով, զբաղված են այս կամ այն տեղեկության ուրեմն կեղծումով, ոչնչով չհիմնավորված ուրեմն վերլուծություններ եւ հրապարակումներ անելով եւ դա բնականաբար իր ազդեցությունն ունենալու ընտրությունների վրա, ընտրությունների ընթացքում մարդկանց կատարած քվեի վրա։ Եվ այսօրվա մեր քննարկման նպատակն է փորձել բացահայտել, այսպես հրապարակայնացնել այդ տեղեկությունները, այդ կեղծված տեղեկություններից եւ այդ մանիպուլյացիաներից առավել ակնառուները։ Պարոն Ղևոնդյան, սկսենք ձեզանից, ես վստահ եմ շատ բան կօրինակ ասելու, բայց ինձ համար գիտեք, այսպես աչքի զառնող ուրեմն այսպես քարոզչական հնարքը, որ կիրառվում է, դա այդ թրքացման միֆն է, որ տենց հեսա մենք սաղս թրքանալու ենք, ինքնություն ենք կորցնելու, ինչի ասա ակնառու եւ աչքի զառնող, որովհետեւ ինքը երևի թե անբարոյական մանիպուլյացիան է, գիտեք, որովհետեւ դա օգտագործում է մեր ցավը, մեր ազգային ողբերգությունը, մեր բոլորիս ուրեմն համար ինչ որ չափով հենց անձնական ողբերգությունը, որովհետեւ երևի թե աշխարհին հայ չկա, որ անձնական ուրեմն կորուստ չի ունեցել ցեղասպանության եւ դրան հաջորդած այլ հակամարտությունների կոնֆլիկտի, դրան նախորդած այլ հակամարտությունների կոնֆլիկտների ընթացքում եւ փորձել դա օգտագործել սեփական քաղաքական նպատակներով ու մեր պատմական այսպես ողբերգությունները բերել դարձնել այսօրվա քաղաքական ընտրանքի առարկա, ըստ էության փորձա մեր վիշտը մեր վրա վաճառելու էլի։ Մի փոքր ավելի լայն կոնտեքստում կփորձեմ խոսել, նախ մի փոքր տեսական մոտեցում, որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին ենք խոսում։ Ընդհանուր առմամբ ապատեգատվությունը դա հիբրիդային պատերազմի տեղեկատվական բաղադրիչի շատ կարևոր գործիք է, որը օգտագործում են կարելի ասել բոլոր երկրները աշխարհում այս կամ այն չափով։ Այսօր Հայաստանը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որ Հայաստանի նկատմամբ այդ ապատեգատվությունը հիմնականում օգտագործվում է Ռուսաստանի կողմից, բայց նաև այլ երկրների կողմից, եւ Թուրքիայի կողմից, Ադրբեջանի կողմից եւ այլն։ Ինչու հիմնականում Ռուսաստանի կողմից, որովհետեւ մոտակա քաղաքական գործընթացներում, խորհրդարանական ընտրությունների շրջանակներում Ռուսաստանը բավական մեծ հետաքրքրություն եւ բավական մեծ մասնակցություն ունի եւ ունի ֆավորիտ ուժ, որը ցանկանում է, որ Հայաստանում հաջողության հասնի։ Ընդհանուր առմամբ ապատեգատվություն կամ տեղեկատվության հետ շահարկումները իրականացում են 3 ձևերով։ Առաջին ձևը դա հստակ կեղծիքն է, երբ տալիս են մի տեղեկություն, որը իրականությանը չի համապատասխանում։ Բազմաթիվ օրինակներ կան այս ձևի, բազմաթիվ դեպքերում մենք բախվում ենք դրան, գիտեք, իրավիճակներում, որտեղ կարծես թե անհասկանալի է թե այդպես բան ինչպես կարող է լինել, նաև բախվում ենք իրավիճակներում, որտեղ որոշակիորեն փորձ է արվում դա մտցնել տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում։ Այն իրավիճակները, որոնք բացարձակ կեղծիք են եւ շատ հեշտ է դրանք հերքել, օրինակ Հայաստանում մզկիթների կառուցումն է, օրինակ Հայաստանում համակենտրոնացման ճամբարներ ունենալն է, ինչը ես գտնում եմ, որ շատ փոքր ուղղակի մարդկանց հատված կա, որը կարող է հավատալ նման բաների, առավել եւս հերքումից հետո դրա արդյունավետությունը կարծում եմ մոտենում է արդեն 0-ին։ Կա նաեւ այլ ձև, ինչպես ասացի, նույն բացահայտ կեղծիքի մեկ այլ ձև, այդ այլ ձևը տեղի ունեցած իրադարձության մեջ ինչ որ բան ավելացնելն է։ Դրա մեկ օրինակ ես բերեմ, եթե կհիշեք 2 տարի առաջ, եթե չեմ սխալվում, պայթյուն որոտաց Երևան-Սևան մայրուղու ինչ-որ մի հատվածում գազի այդ լցակայանում, որից հետո սկսեցին գրել ապատեգատվություն տարածող որոշ լրատվականներ, որ 16 զոհ կա այդ պայթյունի հետևանքով, իրականում այնտեղ ընդհանրապես զոհ չկար, թե 1 զոհ կար, չեմ հիշում, ամեն դեպքում ես ցավակցում եմ իհարկե զոհի հարազատներին, բայց 16 զոհ ակնհայտորեն չկար, առավել եւս անմիջապես պայթյունից հետո հնարավոր չէր հաշվել եւ ասել թե 16 զոհ կա։ Սա մի իրավիճակ է, երբ կեղծիքը ներկայացվեց արդեն տեղի ունեցած իրադարձության համատեքստում եւ մարդկանց որոշակի հատված սկսեց հավատալ այդ կեղծիքին, մինչև
արդեն եկան օբյեկտիվ իրականության մասին տեղեկությունները եւ մարդիկ հասկացան, որ դա կեղծիք է, այդպիսի բան հնարավոր չէ, բայց սա եւս մեկ ուղղություն է այդ առաջին ընդհանուր ուղղության մեջ, որ ուղիղ կեղծիք են անում։ Երկրորդ ուղղությունը տեղեկատվական ուրեմն բաղադրիչի հիբրիդային պատերազմի դա մանիպուլյացիաները հենց բուն շահարկումներն են տեղի ունեցած իրադարձությունները, երբ իրադարձությունը վերափոխում են, ներկայացնում են հակառակ լույսի ներքո, երբ կա ինչ-որ մի բան, որը ունեցել է մեկ արդյունք, ներկայացնում են բացարձակապես այլ արդյունք։ Նման երևույթի մասին ես պիտի նշեմ իրադարձություն, որին մասնակցել ենք այստեղ ներկա բոլորս, դա քաղաքասարակությունների հանդիպումներն են Հայաստանի եւ Ադրբեջանի, որը ներկայացվում է որպես Ադրբեջանից ինչ-որ տեղեկություններ ստանալու, Ադրբեջանի կարծիքը Հայաստանում տարածելու կամ նմանատիպ միֆերի ձևով, ինչը ստուգելու հնարավորությունները իրականում բավական փոքր են, այսինքն շարքային քաղաքացին շատ մեծ դժվարությամբ կկարողանա ստուգել արդյոք այն, ինչ ասում են Ադրբեջանի քաղաքացիության հետ հանդիպած մարդը, դա ասում է իր կարծիքը, թե ադրբեջանցիները ասել են եւ նա է ասելու։ Իհարկե, հետագա իրադարձությունները, որոնք տեղ են ունենում, որոշակիորեն այդ թեզերը հերքում են, բայց շարքային քաղաքացու մոտ ամեն դեպքում որոշակի նստվածք մնում է հենց այդ մանիպուլյացիաների միջոցով։ Եվ կա երրորդ ուղղությունը, որը ես կարծում եմ նույնպես շատ վտանգավոր է եւ որը աշխատում է ամբողջ թափով Հայաստանի նկատմամբ, այդ երրորդ ուղղությունը տեղեկատվական ալիքները աղբով լցնելն է։ Այսինքն, տեսեք, տալիս են տեղեկություններ, որոնք իրական են, որևէ բան չեն կեղծում, որևէ բան չեն մանիպուլացնում, բայց այդ տեղեկությունները այնպիսի տեղեկություններ են, որոնք տեղի ունեցող գործընթացների հետ որևէ առնչություն չունեն։ Օրինակ Ռուսաստանի ինչ-որ մի ծայրամասում ինչ-որ մեկը հղի կնոջ է փրկել, մեկ այլ ծայրամասում կամ Ռուսաստանի կենտրոնում ավտոմեքենաների բախում է եղել։ Եվ այդ տեղեկությունները մեկը չեն, երկուսը չեն, 100 չեն, հազարավոր են, անընդհատ լցվում են դաշտ, եւ այդ դաշտ լցնելու արդյունքում շարքային քաղաքացին, որը թերթում է, ասենք, իր Facebook-ի էջը կամ այլ սոցիալական ցանցի էջը եւ անընդհատ տեսնում է նման տեղեկություններ, նա օրական 24 ժամ չի թերթում։ Նա թերթում է ինչ-որ ժամանակ, հետո գնում է իր գործերն անում, հետո գալիս է էլի է թերթում, նվազում է հավանականությունը, որ շարքային քաղաքացին կտեսնի այն տեղեկությունը, որը կարևոր է, որը վերաբերվում է ներկա գործընթացներին եւ նա մասնակից կլինի այդ գործընթացներին, եթե իհարկե այնպեսի մարդ չէ, որ հատուկ փնտրում է եւ գտնում է ինչ-որ մի բան։ Իսկ քաղաքացիների շատ մեծ հատված հատուկ ինչ-որ տեղեկություններ չեն փնտրում, նրանք ուղղակի բացում են իրենց սոցիալական ցանցերի էջերը կամ միացնում են հեռուստացույցը ինչ-որ մի պահի եւ այդ պահին, երբ գալիս է այդ աղբը, որը իրական քաղաքական գործընթացների հետ որևէ կապ չունի, այլ պատում է ինչ-որ էմոցիոնալ բաների մասին, հոգեբանական գործընթացների մասին, գուցե քաղաքական գործընթացների մասին, որոնք բացարձակապես տարբերվում են նրանից, ինչ կարող է հետաքրքիր լինել հայ մարդուն, ընդհանրապես Բրազիլիայում ներքաղաքական ինչ-որ իրավիճակի մասին եւ այլն, այդ տեղեկությունները անընդհատ գալիս են եւ աչքի տակից վրիպում են այն տեղեկությունները, որոնք կարող էին այդ քաղաքացիներին որոշակի բաներ շփել կամ որոշակի տրամադրություններ հաղորդել կամ օրինակ Հայաստանի իշխանությունները ինչ-որ կարևոր մեսիջ են ուղարկում Հայաստանի քաղաքացիներին, այդ մեսիջը կորում է այդ տեղեկությունների աղբի մեջ։ Այս երեք հիմնական ուղղություններն են, հետագայում արդեն հարցերի միջոցով Շատ լավ։ Ես մի բան եմ ուզում հավելեմ, ուրեմն այն ապատեղեկատվության արշավները, որոնք որ դուք նկարագրեցիք շատ ճիշտ իմ կարծիքով, մի օրինակ էլ ես բերեմ դրան հավելեմ, ցեղասպանության հուշարձանի հետ կապված, հիշում եք, երբ այնտեղ բերանորոգման աշխատանքներ էին, Շուտ կիներ այնտեղ գնացել, ողբեր կապել, թե վայ, քանդում են, պղծում են, չգիտեմ, դա մեդիա արշավ սկսվեց, որ մեր հաջորդ եկեք հասնեք Ծիծեռնակաբերդը քանդում են, հետո պարզվեց, որ վերանորոգում են Ծիծեռնակաբերդը։ Բայց ո՞րն է նպատակը նման արշավների, էլի, այսինքն ակնհայտ է, որ այդ արշավը ինքն իրանով շատ կարճ կյանք է ունենալու եւ շատ հեշտ հերքվելու է։ Իմ կարծիքով դրանց նպատակը ոչ թե 1-ի, 2-ի, 3-ի դեպքում ուրեմն այդ կեղծ տեղեկության տարածումն է, այլ դրանց բազմության դեպքում ֆոնդ ստեղծելն է, որովհետև դու ամեն մեկը հերքում ես, բայց դրանք հարյուրավոր նմանատիպ արշավներ են կազմակերպում եւ մարդկանց մոտ ենթագիտակցորեն ֆոն է ստեղծվում, որտեղ ինչ որ խնդիր կա էլի, որ ինչ որ թուրքականացում կա էլի, բանա մեր ազգային են, մեր ազատագրականը կորում է էլի այս արանքը, այսինքն այդ բազմաթիվ արշավների միջոցով մարդկանց մոտ ֆոն ստեղծել եւ շատ հաճախ է այդպես լինում, որ այո հիբրիդային հարվածների նպատակ իրականում ֆոնն է, ոչ թե կոնկրետ այդ ապատերկատվությունը։ Երկրորդ այո, ամբողջապես համաձայն եմ, բայց երկրորդ նպատակը էլ ասեմ, տեսեք, հարյուրավոր, հազարավոր հարցեր պետք է հերքել։ Իսկ դա ռեսուրս է, դա ժամանակ է, դա ուշադրություն։ Այդ ռեսուրսները խլել, զբաղեցնել, թույլ չտալ, որ զբաղվեն ավելի կոնստրուկտիվ աշխատանքով այն մարդիկ, ովքեր հերքում են դրանք։ Պարոն Ալեքսյան, վստահ եմ շատ բան կօրինակ ավելացնելու, մի ուղղակի հարթություններ եմ ուզում ավելացնենք այս մեր խոսակցության մեջ։
դա մեկ այլ ուրեմն այսպես տարածված ապատեգատվություն է եկեղեցու դեմ արշավ, եկեղեցու դեմ պատերազմ, եկեղեցին ուզում են քանդեն, որտեղ եկեղեցին պահում է հայի ինքնությունը։ Ընդհանրապես ես կնշեի մի հատ ընդհանուր կետ, դա ով է այդ ապատեգատվության աղբյուրը եւ որտեղից է այդ ամեն ինչը հիմնականում գալիս։ Հիմնականում կարող ենք վստահորեն ասել, որ դա Ռուսաստանը եւ Ռուսաստանի հետ կապված քաղաքական ուժերն են, այսինքն կա երկու շահագրգռվածություն։ Ներքին քաղաքական ուժերի համար դա իշխանության կապիտալը թուլացնելու եւ ընտրությունների արդյունքում իշխանության գալու ռազմավարության միջոցը, Ռուսաստանի համար նույն նպատակներով իր դիրքերը վերականգնելու Հայաստան։ Եվ նաեւ կարող ենք այս դեպքում նաեւ հիշել ինչ գործիքակազմ է օգտագործել նաեւ Ռուսաստանը նախկինում, նույն խորհրդային տարիներին դա դասական կետերից մեկն է, որ բոլոր խորհրդային հանրապետություններում ազգայնականությունը այն թեմաներից մեկն էր, որով ամենահեշտն էր մանիպուլացնել, նաև տարբեր քաղաքական ուժերի, եթե ոչ ստեղծում, ապա հենց այդ թեմաներով մանիպուլացնել, եւ ցեղասպանության թեման նաև այդ թեմաներից մեկն էր, որը խորհրդային միությունը օգտագործում էր թե Հայաստանում տարբեր տրամադրությունները կառավարելու, թե նույնիսկ օրինակ Բուլղարիայում, օրինակ 80-ականների վերջին Բուլղարիան կոնֆլիկտ ուներ Թուրքիայի հետ եւ խորհրդային միության հատուկ այդ անվտանգային ծառայության ինստրուկցիաներից մեկը նշում էր, որ կարելի է օգտագործել հայերի կոտորածների դեցեղասպանություն բառը չեն օգտագործում բուլղարական մամուլում ակտիվացնել այդ թեման, որպեսզի ճնշել Թուրքիայի վրա։ Ու գիտեք, մենք հիմա աշխատում ենք մի ես կասեի ուժի դեմ, որ ունի շատ կազմակերպված ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որ ձևավորվել են տասնամյակներով նման հարցերում շատ ցինիկաբար, ուղղակի հասկանալով մարդկանց հոգեբանությունը, եթե այսպիսի վիճակ է, այս թեման առաջ տանել, ու իհարկե նաև քանի որ բոլոր մենք խոցելի վիճակում ենք գտնում, սա նույնպես պետք է օբյեկտիվորեն ունենք բազմաթիվ խնդիրներ, այդ խնդիրները առաջանում են թե մեր ներքին քաղաքական պայքարի, ընդհանրապես հայաստանյան ներքին կյանքի արդյունքում, հա, սոցիալական խնդիրներ, անվտանգային խնդիրներ, ինչ որ ավտովթար կամ, չգիտեմ, ցանկացած միջադեպ ինքը կարող է օգտագործվել հենց այս քարոզչության ներսում, եւ նաեւ այս առիթները ստեղծում են իհարկե նաեւ մեր հարևանները, Ադրբեջանը, Թուրքիան, չգիտեմ, տարբեր նաեւ կեղծված տեղեկությունների հիմքում, բայց կա օբյեկտիվ խնդիրներ մեր իրականության մեջ եւ բոլոր այս թեմաները օգտագործվում են եւ օգտագործվելու են, ես կասեի, որ դրանց մեջ հիմա հստակ կարելի է 4 թեմաներ առանձնացնել, եկեք նաեւ մի քիչ անկեղծ խոսենք, երեք օրինակ ես Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը նայեցի ու նույն այդ մեթոդիշկաներով ձևավորված ինքը զուտ խոսույթ էր, ցեղասպանություն, Ղարաբաղի հարց, եկեղեցի ինքնության խեղաթյուրում, Արարատ եւ այլն, Սրանք կան հիմնական թեմաներն են, որոնք, այսպես ասած, մետա թեմաներն են եւ որոնց շուրջ հիմնական նաեւ գնալու է եւ գնում է այս քարոզչությունը ու նաեւ քանի որ կա օբյեկտիվ ինչ որ խնդիրներ բոլոր նշած հարցերում, հա, այսինքն մենք ցանկացած բանավեճ, որ հիմա գնում է, կարելի է դիտարկել որպես այս դաշտում, հա, այսինքն եթե Արցախի այս եկեղեցուն, Ստեփանակերտի եկեղեցու հիմա այս թեման է շատ ակտիվ, ինքը օբյեկտիվ փաստ է, չէ՞, բայց ինքը հիմա հստակ օգտագործելու է նախընտրական այս համատեքստում տարբեր փաթեթավորումներով, դրա տակ լինելու է օբյեկտիվ դժգոհություն, դրա տակ լինելու են օբյեկտիվ խնդիրներ, որ կան այս թեմայով, բայց այդ մանիպուլյացիաների նպատակը ոչ թե այս հարցերը լուծելն է, այդ մանիպուլյացիաների նպատակը կապիտալիզացնելն եւ կառավարելի հասարակություն ձևավորելն է։ Ու ինչն է նաեւ վտանգավոր, նայեք, քանի որ սա արդեն տարիներով գնում է այս գործընթացը, ինքը ձևավորել է մի զուգահեռ իրականություն, որտեղ մարդիկ իրենց ներկա հայտարարություններում հղում են նախկինում արածապակ տեղեկատվությունը, որը իր հերթին հղում է մի այլ ավելի հին ապատեղեկատվության եւ այսպես ձևավորում է աշխարհայացք, ու դու պետքա բոլոր այդ հղումներով հետ գնաս ու ապացուցես, որ սա անհետեթություն է, սա մանիպուլյացիա է, ինք ունի օբյեկտիվ տար, բայց սրատակին, ու սա կարծում եմ շատ կարևոր յուրահատկություն է, ունենալով ներքին կոնֆլիկտ եւ ունենալով տարբեր շահագրգիռ կողմեր, մենք հիմա գտնում ենք այս իրավիճակում եւ ես կարծում եմ կա շատ հստակ մարկեր, ինչպես է կարելի հասկանալ, երբ որ խոսում ենք ինչ որ ապոկալիպտիկ, ինչ որ սենց դրամատիկ ձևով խոսում ենք բոլոր այս կարևոր հարցերից, հա, խոսում ենք անորոշություններից, կործանվեց, խոսում ենք վախերից, հա, որ ասենք նույնպես օգտագործելով շատ օբյեկտիվ եւ մարդկային տրամաբանություն, ասենք հայ-ադրբեջանական գործընթաց։ Մենք գիտենք, որ
մենք չենք կարող 100%-ով վստահ լինել, որ ինքը գնում է միայն մի ուղղությամբ եւ ամեն ինչ հաջող է լինելու, բայց ինչպես եւ ընդհանրապես միջազգային հարաբերություններում ոչ մի բանի վրա չեն կարող 100%-ով վստահ լինել։ Սա օգտագործում են այս օբյեկտիվ վախերը, որպեսզի ավելի ուժեղացնեն այն տրամաբանական շատ վախերը, տրամաբանական մտավախությունները, ստեղծել մի պատկեր, որ եթե դու ունես որոշակի մտավախություն եւ ունես 3-4 փաստարկ, որոնք նաեւ ցույց են տալիս, որ չէ, այնուամենայնիվ մենք ունենք այլ հնարավորություններ եւ եթե ուժեղացնենք այս կետերը, կունենանք այլ արդյունք, ասում են, չէ, այս խնդիրը կա, այս խնդիրը իր այդ համատեքստից, որտեղ կա 4 տարբեր երևույթներ եւ կա այս մի խնդիրը։ Ինքը մեծանում է, այս 4-ը փակում է եւ պարզվում է, որ մենք ունենք միայն այս անխուսափելի ողբերգական ինչ-որ ավարտ ու եթե հիմա ինչ-որ միջոցներ չձեռնարկենք, մենք հայտնվելու ենք շատ վտանգավոր իրավիճակում։ Որում այդ միջոցներն սովորաբար այն միջոցներն են, որը որ իրանց պետք է իշխանության բերի։ Այո, միջոցներ, որոնց ես գիտեք, օրինակ նաև այդ թեմաներից մեկը նաև սահմանադրության թեման է, չէ՞, թեմաներից մեկը Ռուսաստանն է, ես կասեի շատ կարևոր, ես շատ վտանգավոր եմ համարում, որ նաև մեր ինտելեկտուալները սկսել են ինչ-որ գիտեք, իրենք հասկանում են, որ հիմա քաղաքականացված է նաև Ռուսաստանի շուրջ խոսույթը, այդ նույն պատմական անցյալի, բայց փորձում են հերքել այն աքսիոմատիկ փաստերը, որ եղել են անցյալում, հա, ասենք հայ-ադրբեջանական հակամարտության եւ հայ-թուրքական հակամարտության համատեքստում, եւ որ մենք տեսնում ենք Ռուսաստանի դերակատարությունը եւ նշում ենք դա, շատերի մոտ առաջանում է այսպիսի որդոմունք, որ չէ, այդպիսի բան չի եղել, առանց դրա էլ մենք ունեցել ենք օբյեկտիվ կոնֆլիկտ խմբերի հետ, այո, մենք օբյեկտիվ խնդիրներ ունեցել ենք։ Ունեցել ենք ժամանակաշրջաններ, եւ որ Ռուսաստանը թույլ է եղել կամ չի եղել տարածաշրջանում, բայց կոնֆլիկտը շարունակվել է։ Բայց պատմական գործընթացները իրենք այնպեսին չեն, որ այսօր այս գործոնը կա, ինքը 10, 20, 30 տարի ազդում է քո վրա, հետո մի տարով այս գործոնը անհետանում է եւ այդ ազդեցությունը չկա, որովհետեւ այդ ազդեցությունը օրինակ առաջին հանրապետության օրինակը, հա, Ռուսաստանի գործոնը թույլաtsել էր, բայց հայկական դուք կարող եք հիշել Խրիստոֆոր Արարատյանին, Խատիսյանի հուշերը, Սիմոն Վրացյանը եւ այլն, դասական թեզ է, հայ սպայական անձնակազմը, իրենք ասում են, ինքը ռուսախոս էր, ինքը օտար էր այս պետության անկախության գաղափարին, ու ինքը սպասում էր դեռ 19 թվականին, երբ է Ռուսաստանը ուժեղանալու, գա այս տարածքը գրավի եւ հայերին փրկի, հա, որովհետեւ այդ մարդիկ անցել են ռուսական կայսրության դպրոցը, որովհետեւ այդ մարդիկ նաեւ բավականին քաղաքականապես ռուս էին։ Այո, բացի քաղաքականապես, մշակութապես, նույնիսկ լեզվի առումով այդ մարդիկ հայերեն հաճախակի չեն խոսում եւ իրենց համար այս հանրությունը օտար էր, ու մենք ունենք քաղաքական գործիչներ հիմա, որ նույն մոտեցում ունեն եւ որ խոսում են Հայաստանի մասին, էլի ես պետքա սա ասեմ, հիշելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, ինքը երեք հիշում է Հայաստանի մասին, օգտագործում այն մանիպուլյացիան, որ իբր Հայաստանը ոչինչ չանեց Ղարաբաղի համար 2022-23 թվականներին, ու Հայաստանը ասում է անի ասենք այդ մտածելակերպ ինչ որ մի հատ մեծ երկիր է, մի հատ ինքը մեծ հնարավորություններ ունի եւ այլն, ու սենց փոքր Հայաստանն է, որ բոլոր դեպքերում ինքն է մեղավոր։ Ընդ որում, նայեք, շատ ռացիոնալ հիմքեր կա այդ մտածողության տա, եթե մեծ երկիր է, դու պետք է իր հետ ռացիոնալ հարաբերություններ ունենաս։ Հայաստանը փոքր երկիր է այստեղից, բայց նույն տրամաբանությունը իրանք ասենք 2023 թվականի սեպտեմբերին այդ փոքր երկիրը, եթե ներգրավեր, ասենք, կոնֆլիկտի մեջ, ինչ արդյունքներ էր լինելա։ Ես վստահ եմ, որ իրենց այդ արդյունքները հետաքրքիր չեն, որովհետև այն խնդիրները, որ ստեղծվեին, նաև հավելյալ միջոց են լինելու ավելի շատ ճնշում գործադրել Հայաստանի վրա եւ ավելի շատ առաջ տանել այս ռուսական ազդեցության թեզը եւ ամրապնդել Ռուսաստանի շահերը, հենց քանի որ ավելի մեծ կոնֆլիկտ են ունենալու եւ մեզ պետք է ինչ-որ երրորդ կողմ, հա, որ այդ հարցերը լուծի։ Հետևաբար այս գործոնները շատ կարևոր են, այդ պատմական նաև հասկանալով որ Ռուսաստանի շուրջ իսկապես մենք հիմա ունենք քաղաքական խնդիր եւ քաղաքականացնում ենք նաև այս հարցը եւ ես վստահ եմ որ մենք պետք է սա քաղաքականացնենք, որովհետեւ մեր տասնամյակների պատմությունը եղել է բոլոր այն պատմական էջերի, բոլոր այն խնդիրների անտեսում, որտեղ եղել է Ռուսաստանի բացասական դերակատարությունը եւ մեզ մոտ ձևավորվել է միակողմանի մոտեցում բոլոր պատմական հարցերում։ Ռուսաստանի գործոնը եղել է հայկական հարցում, Ռուսաստանի գործոնը եղել է հայոց ցեղասպանության հարցում, դուք կարող եք վանեցիների պատմությունը հիշել, եւ որ այնտեղ արդեն ձևավորվել էր հայկական ինքնավարություն եւ մի քանի օրվա մեջ կեղծ լուրեր տարածվեցին, որ իբր թուրքերը հարձակվում են, Վանի նահանջը եղավ, հետո ռուսները երկու շաբաթ հետո վերադարձան եւ այն ինքնավարությունը, այն պետական մարմինները, որ ստեղծվել էին Վանում, ուղղակի այլևս չկային,
ու մենք էլի մեզ էինք մեղադրում, որ այդպես եղավ, հա, ասենք Ռուսաստանի դերակատարությունը հստակ կա Ղարաբաղի հարցում եւ 20-ականներին եւ 88 թվականից սկսած եւ սրանք կարևոր շատ քաղաքական կետեր են, որովհետեւ եթե մենք խոսում ենք Օսմանյան կայսրությունի մասին, Օսմանյան կայսրության մասին, ինքը այլևս չկա, կա Թուրքիան, որը նաեւ իհարկե շարունակում է նաեւ որոշ տարեր ինքնության կրել, բայց այնուամենայնիվ ինքը նաեւ այս տարածաշրջանը չի դիտարկել եւ չի դիտարկում որպես Օսմանյան կայսրության մաս։ Ռուսաստանը շարունակում է դիտարկել Հայաստանի Հանրապետության տարածքը որպես իր նախկին կայսրության մաս եւ այստեղ նույնպես սա շատ կարևոր եւ վտանգավոր թեզ է։ Ու չտեսնեն սա ու մտնել ավելի абստրակտ ինչ որ պատմական, ես կասեի, մտավարժությունների մեջ, ես համարում եմ շատ վտանգավոր, նաեւ չհասկանալ, որ այս պատմական ընտրությունը այս փուլում շատ կոնկրետ ընտրություն է եւ ես կասեի առաջին անգամ է Հայաստանի անկախ պատմության մեջ։ Հավանաբար 91 թվականին ինքը նույնպես եղավ, բայց պատերազմի ընթացքում Ղարաբաղյան հայկական կողմը թույլ լինելով ինքը տարբեր զիջումների գնաց եւ ամրապնդրեց Ռուսաստանի գերիշխանությունը նաեւ տարածաշրջանում, հա, որը հետագայում բերեց նաեւ մեզ համար խնդիրները։ Մի մտքի եմ ուզում ձեր անդրադառնալ, հետո պարոն Հովհաննես կփոխանցեմ խոսքը։ Տեսեք, երբ որ ասում եք ուրեմն մեր ժամանակների մտածողների մասին, ովքեր որ այս դիսկուրսին անդրադարձել են եւ ասել են, թե այսպես քարոզիչները փորձում են Ռուսաստանի դեր ուրեմն ներգրավեն հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, իսկ հայ-ադրբեջանական հակամարտությունը օբյեկտիվ էր, այնտեղ կար Ղարաբաղի հարց, մենք համարում ենք մերն, Ադրբեջանը իրանցն։ Գիտեք ինձ թվում է խնդիրն ինչումն է, որ այդ մեր ժամանակների մտածողների մոտ ոչ մի կերպ չի ստացվում այդ վերջին քայլը իրանց մտավոր աշխատանքի մեջ անել եւ տալ քաղաքական գնահատականներ։ Իրանք դրանից խուսափում են, որտեվ դա նշանակում է պատասխանատվություն, որտեվ դա նշանակում է դիրքորոշում, որտեվ դա անելով այլևս չես կարող գիտես այսպես սպիտակ ձեռնոցները հագած կողքից դիտորդի տրամաբանության մեջ աշխատել։ Եվ ես եկել եմ այս հակատության, որ մեր օրերում ուրեմն Հայաստանում այսպես քաղաքական խոսք ասող մարդկանց մի ճնշող մեծամասնությունը 3 ճամբարի է բաժանվել։ Մի ճամբարի մոտ հստակ նկատվում է PTSD, այդ post-տրավմատիկ սինդրոմ, հա, որ այս վերջին 5 տարվա ընթացքում այնքան բան է Հայաստանի տեղը, որ այդ մարդիկ ուղղակի գտնվում են հոգեպես անհավասարակշիռ վիճակում եւ չեն կարողանում սառը դատել։ Երկրորդ խումբը այդ մարդկանց, այսին նշածն է, որ իրանք խուսափում են դիրքորոշում հայտնելուց, իրանք խուսափում են պատասխանատվություն ստանալուց, թեպետ շատ լավ հասկանում են ինչա տեղի ունենում։ Բայց այսպես կողքից հնարավորինս հեռու ամեն ինչից, ուստեղ ես վերջերս իմ ելույթներից մեկում ասել եմ, որ Դանթեի Աստվածային կատակերգության մեջ մի հատ միտք կա, որը շատ վերաբերվում է այդ մարդկանց, էլի, որ դժոխքում ամենաերման տեղերը նախատեսված են մարդկանց համար, ովքեր բարոյական ու քաղաքական ճգնաժամերի ժամանակ որոշել են նեյտրալիտետ ցուցաբերել։ Եվ կա երրորդ խումբը, որը որ ուրեմն մի քաղաքական ուժի է հատկապես վերաբերվում, որը որ տարիներ շարունակ Հայաստանում եղել է պրագմատիզմի եւ ուրեմն ռացիոնալիզմի ձայնը, հիմա մոտավորապես դարձել է դաշնակցության երիտ թևը, ինչը մեզ երկու հնարավոր բացատրության է բերում, էլի, կամ այդ մարդիկ ի սկզբանե են եղել այդպեսին ուղղակի այսպես ուրեմն լավ դեր էին տանում պրագմատիկ եւ ռեալիստ լինելու, կամ էլ այդ մարդկանց մոտ նույնիսկ ինչ որ հոգեբանական խնդիր կա, միշտ լինել ընդդիմադիր այ հասարակությանը, հասարակական դոմինանտ կարծիքին, իշխանությանը, անկախ նրանից, թե իշխանությունը ինչ է ասում։ Այդ իշխանությունը ասում է, ուրեմն պետք է գնալ խաղաղություն, իրենք ասում են ոչ մի խաղաղություն։ Թե իշխանությունը ասում է ոչ մի դեպքում խաղաղություն, իրենք պետք է ասեն խաղաղություն։ Այսինքն ինչ որ մարգինալ քաղաքական ինքնության փնտրտուք է, որ հակադրության վրա կառուցված պարտադիր իրանք պետք է լինեն։ Պարոն կնեք, ես մի շատ պատմական լավ օրինակ հիշեցի, որ նաև այդ համատեքստում ուզում եի օգտագործել։ Նայեք, երբ ասում են Ռուսաստանի դերը 18 թվականի կոնֆլիկտում չի եղել։ Մի շատ հետաքրքիր երկու օրինակ կա, որ բերել եմ ծնունդով նաև Ղարաբաղցի Դավիթ Տեր-Դանիելյան անանունը, ինքը լավ հետազոտություն ունի երհատորյակ ռուսահայերի հասարակական պատմությունը, ու նշում է Տավուշի եւ Ղարաբաղի դեպքերը, դա 20-րդ դարի սկզբի հեղինակի մասին է խոսքը։ Երբ որ ռուսական կայսրությունը գրավեց տարածաշրջանը եւ ռուս-պարսկական պատերազմը սկսվեց 26-28 թվականների, հա, վերջինը, ուրեմն Տավուշի հայկական բնակչություն եւ քրիտիկական վիճակ էր ստեղծվել, պարսիկները համարյա հասել են մինչեւ Թբիլիսի, այստեղ ռուսական իշխանությունների մոտ էլ տագնապ էր եւ հայ գյուղացիները Տավուշի իրենք շատ ակտիվ դերակատարություն ունեցան, օգնեցին ռուսական բանակին, նույնիսկ փրկեցին գերմանացիներին, որ Բոլնիսում են վերաբնակեցվել եւ այլն,
Երբ որ Նիկոլայ Կայսերը այցելեց Անդրկովկաս, հա, Հարավային Կովկաս, ինքը նաև խոստացել էր բողոքեցին գյուղացիները, որ իրենք ռուսներն այսքան օգնել են, բայց գտնում են մահմեդական բեկերի եւ աղալարների ենթակայության տակ։ Կայսրը ասաց, որ մենք վաղուց ենք խոստացել ձեզ ազատել եւ ազատեց։ Եվ Տավուշում, քանի որ չկար այդ մահմեդական ազնվականության իշխանությունը, նաեւ գյուղերը աճում էին արագ, այդ տարածքային բնույթ չուներ այդ վեճը, այսինքն հայերի եւ մահմեդականների սահմանը հստակ էր հայերը լեռներում, մահմեդականները հարթավայրում։ Լեռնային Ղարաբաղում հակառակ պատկերն ա եղել, Լեռնային Ղարաբաղը 18-րդ դարում ընդհանրապես Հարավային Կովկասի ամենաազատ կարելի ասել հայկական շրջան էր բնակչությամբ եւ այնտեղ կային մելիքություններ, նույնիսկ խանության առաջին տասնամյակներին իրենք բարձր կարգավիճակ ունեին, բայց քանի որ Ռուսաստանը փորձում էր իրենց օգտագործել նաեւ իր դիրքերը այստեղ ամրացնելու եւ ամեն արշավի նախագծից առաջ դիմում էր մելիքներին, բանակցություններ էին գնում, մելիքները սկսում են ինչ-որ գործողություններ անել, դրա մասին խաներն իմանում են եւ սկսում են ռեպրեսիաներ։ Եվ 18-րդ դարի երկրորդ կեսից Ղարաբաղ ուղղակի դատարկվեց, որտեղ բնակչության մեծ մասը դուրս եկավ, փախավ, ինքը գնաց այլ խանություններ, Շաքի, Շամախի, Կաբալա, Հիմիկվա եւ այլն, գնաց Վրաստան, գնաց Հյուսիսային Կովկաս, Լոռի Տավուշ եւ երբ որ ռուսներն եկան, այդքան մատուցած իրենց համար, հա, այդքան արյուն թափած, այդքան տուժած Ղարաբաղի հայկական բնակչությանը, իրենք պահեցին շատ ավելի վատ վիճակներում, ընդ որում ամրապնդեցին մահմեդական ազնվականության դերը, այսինքն այն գյուղերը, որ զավթել են վերջում, իրենք ամրագրեցին, որ դա արդեն օրենք է, որովհետև այդ բողոքները կան, այդ ռապորտները կան, նույնիսկ ռուս չինովնիկները նշում են, որ ռուսական իշխանությունները գեներալ Աբխազովը Ղարաբաղում ինքը շատ խտրական վերաբերմունք ունի հայերի նկատմամբ, ինքը լավ հարաբերություններ ունի մահմեդական այդ ազնվականության հետ եւ հայերին ճնշում է։ Այնտեղ տարբեր գյուղերի պատմություններ կան, տարբեր ռեպրեսիաների եւ այլն եւ այլն։ Ու այս իրավիճակը, որ նաեւ հողային, ասենք նույն Լեռնային Ղարաբաղի ներսում այդ ժառանգական հողատիրության հիմքեր ստեղծվեց եւ ռուսները դա նույնիսկ ամրապնդեցին, ավելի կայուն հիմքերի վրա դրեցին եւ դա նաեւ բերեց բնակչության հավելյալ ներհոսքի Լեռնային Ղարաբաղ նույնիսկ ռուսական իշխանության օրոք։ Դա նաև կոնֆլիկտի պատճառներից մեկը դարձավ, որովհետև այդ բեկական տարը ադրբեջանական բնակչության դեպքում ինքը կոնֆլիկտի հիմնական նաև, այսպես ասած, առաջատարներ, պիոներներ, եւ այս երկու ուղղակի օրինակները կա։ Տավուշը, որ շատ ավելի ցածր կարգավիճակ ուներ նախկինում, եւ Ղարաբաղը, որ ավելի բարձր, բայց ռուսական քաղաքականությունը երկու դեպքում ազդել է կոնֆլիկտի հստակ զարգացման ուղիների վրա եւ սա այս երկարաժամկետ նաեւ ազդեցության ընդամենը մեկ դրսևորումներից մեկն է։ Պարոն Ղևոնդյան, նախ վստահ եմ այս խոսակցությանը կունենաք ավելացնելու բան, բայց նորից մի շերտ եմ ուզում ավելացնել, դա այն ապատեղեկատվական հոսքն է, որ մենք թույլ ենք, մենք անպաշտպան ենք մարդկանց մոտ ստեղծել այդ անվտանգության հետ կապված տագնապի զգացողություն, ընդ որում սա ինչպես էսպես, գիտեք, նարատիվային մասով, որ անընդհատ այդ խոսակցությունը թույլ չի կարողանում տալիս է զիջում է եւ այլն եւ ինչ որ գործողությունների միջոցով ռումբերի մասին հեռախոսազանգեր ԱԾ-ի վրա ուրեմն հրավտանգ նյութ շպրտել եւ այլն, այսինքն այդ անընդհատ մարդկանց մոտ ստեղծել տագնապ, անընդհատ մարդկանց մոտ ստեղծել անպաշտպանության զգացողություն։ Շնորհակալություն հարցի համար, ես նշեմ, որ այո, ցանկանում եմ վերադարձնել մեր խոսակցությունը մեր ժամանակներ եւ ամեն դեպքում առանց կտրվելու այդ պատմական մոտեցումներից ես ասեմ, որ ես ունեմ անձնական օրինակ նրա ինչ բերեց պարոն Մելիքսեթյանը կապված հայ սպաների ռուսական մտածողություն ունենալու Արցախում 44 օրյա պատերազմի ժամանակ սպաների ժողովների ժամանակ, որին ես մասնակցում էի պաշտոնե, որովհետև այնտեղ որոշակի հրամանատարական պաշտոններ զբաղեցնում, այդ հավաքի ժամանակ սպաներից մեկը այն հարցին, թե ինչ է կարծում, ինչքան կտևի նոր սկսել պատերազմը, ինչ է կարծում, ինչքան կտևի պատերազմը, ասաց, թե պատերազմը կտևի այնքան, մինչև ռուսները գան։ Եվ երբ մենք այդ թվում ես եւ էլի մարդիկ նշեցինք, որ մենք կամավորականներ ենք, բավական մեծ կամավորականների խումբ կար այնտեղ, եկել ենք, որպեսզի մենք օգնենք եւ այլն, ռուսների մասին ինչու եք խոսում, նրանք ասացին, որ մենք սպասում ենք ռուսներին։ Իրականում, տեսեք, այդ նույն մտածողությունը կա նաեւ 2020 թվականին, դա միայն նախորդ տարի սկզբի մտածողություն չէ եւ հենց այդ մտածողությամբ հիմնավորվում է այն, ինչ պարոն Մելիքսեթյանը ներկայացրեց։ Տեսեք, այդ նստվածքը, այդ ապատեղեկատվության նստվածքը, այդ ապատեղեկատվության հոսքը դեպի Հայաստան ինքը բերում է մի զարգացման, որի ժամանակ մարդիկ սկսում են չհավատալ իրենց ուժերին։ Մարդիկ սկսում են սպասել, որ
գալու է ինչ որ մեկը, որը ակնհայտորեն ավելի ուժեղ է, քան մենք։ Նա գալու է, նա մեր փոխարեն ինչ որ բան է անելու եւ այդ սպասումը իմիջիալոց ես մի բան ասեմ, որը պատմաբանները իհարկե հատկապես խորհրդահայ պատմաբանները այնքան էլ համաձայն չեն լինի այդ, բայց ապացուցվում է հստակ փաստերով։ Սարդարապատում մենք հաղթանակի ենք հասել, որտեղ որոշակի հոգեբանական նշանակություն է ունեցել նաեւ այն, որ անգլիական ուժեր կային, որոնք դրանից առաջ խոսել էին եւ որոշակի դեպքում նրանք կարող էին գալ հասնել, մենք գիտենք, որ պատմությունից հայտնի է, որ այն հայտնի Դենիկինի զորքը փակել է անգլիական ուժերի ճանապարհը, թեև գուցե դա էլ ապատեգատություն է, որ անգլիացիներն են փորձում ասել, թե փակեցին մեր ճանապարհը, դրա համար չեկանք, բայց փաստացի սարդարապատում կռվողների գլխում կար որոշակի հոգեբանական ինչ-որ մի ստված, որ այն ուժեղը գալու է հիմա հասնելու է եւ դրա արդյունքում նրանք բավական մեծ առանց որևէ կասկածի տեղ դնելու մեր հերոսական պայքարը սարդարապատում։ Եվ այդ մտածողությունը կա այսօր եւս որոշ մարդկանց մոտ, եւ այդ մտածողությունը քանի դեռ կա, մեր թույլ լինելը, մեր փոքր լինելը, տեսեք մենք էլ մեր խոսքում ասում ենք Հայաստանը փոքր երկիր, այո, չափերով փոքր է, այն այլ երկրներից, որոնք ավելի մեծ են, բայց Հայաստանից փոքր բազմաթիվ երկրներ կան, եւ դրանցից մեկի մասին ցեղասպանության տարելիցի իր ուղերձում նշեց Հայաստանի վարչապետը Սինգապուրի մասին, որը Սևանա լճից ավելի փոքր է։ Տեսեք, շատ ավելի փոքր երկրներ կան, որոնք շատ ավելի մեծ հնարավորությունների երկրներ են, քան Հայաստանի Հանրապետությունը, որը նրանց համեմատ մեծ է, բայց հնարավորությունների առումով ավելի փոքր է, չափերով ավելի մեծ է։ Եվ Հայաստանի թույլ լինելը մանիպուլացվում է շատ-շատ դեպքերում, շատ-շատ ուղղություններով։ Տեսեք, երբ մենք ասում ենք այդում դուք, այդում Պարմենիկսյանը, երբ ասում ենք, որ մեր բանակը այսօր օբյեկտիվորեն չի կարող պայքարել ընդհանուր Թուրքիայի բանակի դեմ եւ հետեւաբար պետք է խոսել Թուրքիայի հետ եւ փորձել գտնել համակերպության որոշակի հնարավորություններ ոչ թե պատերազմել Թուրքիայի դեմ, դրան հակադրում են այն մարդիկ, ովքեր ցանկանում են մանիպուլացնել, հակադրում են, թե ոչ թե պետք է խոսել Թուրքիայի հետ, այլ պետք է բերել մեկ այլ բանակ, որը կլինի ավելի ուժեղ, քան թուրքական բանակը։ Ես նշեմ, որ եթե չեմ սխալվում, դուք որպես պատմաբաններ ինձ թույլ չեք տա սխալվել, 14 ռուս-թուրքական պատերազմ է եղել եւ 14 ռուս-թուրքական պատերազմների արդյունքում երբեք Ռուսաստանը այդպես տոտալ առավելություն չի ունեցել Թուրքիայի նկատմամբ եւ կարծել թե Ռուսաստանը շատ ավելի ուժեղ է եւ կգա այստեղ եւ պատերազմի դեպքում Թուրքիան կկանգնեցնի, նույնն է, որ Հայաստանը ուղղակի մատաղ անել ռուսական ծրագրերի նույնիսկ այն պատերազմներում երբ որտեղ ունեցել է տոտալ առավելություն իր համար Կովկասը միշտ եղել է երկրորդական թատերաբեմ եւ իր ռազմական հաջողությունները Կովկասում ինքը շատ մեծ հաճույքով փոխարինել է հաջողություններով այլ վայրերում։ Երբևէ հնարավորություն չի եղել, որ ռուսական բանակը կարող է հասնել Կոնստանդնուպոլիս եւ ամբողջական կապիտուլյացիայի ենթարկել Թուրքիային, որովհետեւ ի վերջո նրանք համադրելի ուժեր են ու մշտապես եղել են համադրելի ուժեր, այսօր են նրանք համադրելի ուժեր են, ինչպես օրինակ Հայաստանը եւ Ադրբեջանը։ Որոնց նույնիսկ ասել, որ այսօր շատ ավելի շատ համադրելի ուժեր են, քան վերջին 100 տարվա մեջ։ Ես նշեմ, որ ինչպես օրինակ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդհանուր առմամբ համադրելի ուժեր են։ Գուցե Ադրբեջանը մի փոքր ավելի ուժեղ, Հայաստանը մի փոքր ավելի թույլ է այսօր օբյեկտիվորեն, բայց համադրելի են ուժերը, ինչպես Ռուսաստանի եւ Թուրքիայի ուժերն են համադրելի։ Եվ այստեղ էլ մանիպուլյացիա իրականացնող շահարկողները նշում են, թե դե քանի որ համադրելի ուժեր են, ուրեմն ինչ որ մեկը պետք է գա, ընդ որում մենք ունեինք մի նախկին падգամավոր, ով այսօր էլ Հայաստանի մեծահարուստներից մեկն է, ով ասում էր, թե միևնույն է մեկի կոշիկի տակ պետք է լինենք, եկեք լինենք Ռուսաստանի կոշիկի տակ։ Այսինքն կոշիկի տակ լինելու տրամաբանությունը գալիս է հենց դրանից, որ դու թույլ ես, դու չես կարող, քեզ պետք է ինչ-որ մի կոշիկ, որ դու դրա տակ լինես, որպեսզի քեզ մյուս կողմից չգան վերացնի։ Ընդ որում այդ մեծարստվածիկ մեկ այլ մեծարստը ասում է դե մեզ պետք է 3, 4, 5, 6 երաշխավոր էլի, այդ որ ճոխ լինի, ասենց շատ լինի։ Դա այսօր են ասում։ Այն ժամանակներում ինչի մասին ես խոսում եմ, մեկը ասում է 5-6 երաշխավոր լինի, որ դից շատ լինի, քիչ չլինի, էլի։ Էլ խոսակցություն չի գնում դրա մասին, որ 3 տարի ման էին գալի մի երաշխավոր, ոչ մեկ չի ուզում այդ երաշխավորությունների վրա վերցնել, ոչ մեկին դա անգամ զրի պետք չեն խոսում նրա մասին, որ 5-6 երաշխավոր նշանակում է 5-6 երկրի շահ, որին դու մեկի շահը չկարողացար իրականացնել Արցախի կորցրիր 5-6-ի շահը, որ փորձես իրականացնել Երևանը։ Դա մյուս ծառայությունն է, որ օրինակի համար ասում են բան անենք 3P պրոյեկտի մեջ բերենք մտցնենք Չինաստանը, ուրեմն Ռուսաստանը, Իրանը դառնան այդ դրա մասնաբաժին, նույնիսկ ուրեմն խոսակցում moment մի պահ Հայաստանում ունած BRICS-ը ներգրավել ուրեմն 3P այդ հանգույցի մեջ, պարոն Մելիքսեթյան։ Ես կարծում եմ, այստեղ հիմնական խնդիրը որն է, որ եթե մարդիկ նշում են, որ Հայաստանը փոքր է, Ռուսաստանը մեծ է կամ այլ երկիրը, իրենք ոնց են նայում։ Եթե Հայաստանը փոքր է, խնդիրը ինչու՞մ է։ Հայաստանը փոքր է, Ռուսաստանը մեծ, բակա Հայաստանը պետք է իր շահերին նայի Ռուսաստանի աչքերով։
Այս է հիմնական խնդրեմը ու խնդիրը։ Եթե մենք բոլորս հասկանում ենք, որ մենք ունենք տարբեր ռեսուրսներ, ընդ որում Ռուսաստանը մեզ համար նաև օբյեկտիվորեն ինչ որ կոնֆլիկտի աղբյուր չի, էլի, մենք ցանկություն չունենք Ռուսաստանի հետ որևէ կոնֆլիկտ ունենալու, բայց մենք չենք ուզում նաև տեղավորվել այդ տրամաբանության մեջ։ Ու երբ որ այս փաստարկներն են բերում, դրա տակ հաճախակի հենց այդ վախն է, որ եթե մենք հիմա այս խնդիրներից շատ ավելի կոշտ եւ Հայաստանի դիրքերից խոսենք, մենք պատժվելու ենք։ Եվ իրական ենթագիտակցության մեջ գրեթե բոլորի շատ հստակ միտք կա, որ Ռուսաստանը վտանգավոր երկիր է եւ Ռուսաստանը կարող է քեզ պատժել, ու ըստ դրա իրենք կառուցում են իրենց նաև քաղաքական նարատիվները։ Ցանկացած կայսրություն, եթե դու փորձում ես նրա տակ լինել։ Այո, բայց գիտեք, կամ բերում են արդեն այդ վտանգությունը, քանի որ տեղավորվել է տնտեսական դաշտում, գազի գինի դաշտում, դե ասում են գազի գինը կբարձրանա, մեր տնտեսությունը կախված է։ Գիտեք, գազի գինը շատ ավելի բարձր գազի գինը շատ ավելի էժան բան է, քան հարյուրավոր եւ հազարավոր մարդկանց կյանքերը, 100 հազարավոր փախստականների եւ այն ամեն ինչի, ինչ մենք ունենք 2020 թվականից հետո։ Հասա անհամեմատելի է։ Այսինքն նաեւ տնտեսական կախվածությունը ինքը օբյեկտիվ փաստ են բերում հիմա, բայց ինքը չի ձևավորվել որպես օբյեկտիվ եւ ազատ ընտրության արդյունք։ Այստեղ նույնպես կա այդ կախվածության տրամաբանությունը եւ պարտադրված ընտրության, որը գնալով ուժեղացրել է Հայաստանի կախվածությունը հստակ կենտրոնից։ Եվ այս փաստերը, երբ որ բերվում են, սրանք նույնպես մանիպուլյացիաներ են, որովհետև նույն էլի վերադառնում եմ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ասում է Հայաստանը 60%-ը մեր առևտրաշրջանառության Ռուսաստանի հետ է կապված եւ տնտեսությունն է կախված։ Իսկ երբ է տնտեսական կախվածությունը ստեղծվել։ Ասենք այդ մարդու նախագահության տարիները 10 տարին եղել են վճռական Հայաստանի կախված դերի ամրապնդման եւ հետագայում դա ընդհանրապես զարգացվել է։ Կարող ենք երկաթուղիները հիշել, կարող ենք հայ-ռուս գազարքը, Գուրպարքի դիմացը։ Հենց դրա համար էլ դա արել է, որպեսզի այդ կախվածությունը լինի, որ այսօր էլ ասի, որ կախված։ Այս օրինակները եւ որ բերվում են, սրանք նույնպես արտացոլում են այս ավելի երկար տրամաբանությունը, հա, որ չի կարելի պատմական ինչ որ նեղ համատեքստի մասին միայն խոսել, չհասկանալով դրանից առաջ ինչ ա եղել։ Եվ ես իհարկե այդքան խիստ չէի լինել մեր մտավորականների եւ այսպես ասած մտածող մարդկանց նկատմամբ, ես հասկանում եմ նաեւ այն մոտիվները, որ հաճախակի իրանք ինչու են, մի մասը առնվազն անկեղծ են այդ մարդկանց, մի մասը այդ քաղաքական մանիպուլյացիաների մեջ չի մտնում, բայց ես չեմ ընդունում այդ տրամաբանությունը, որովհետեւ համարում եմ, որ իսկապես դա շատ ավելի վտանգավոր է եւ եթե նույնիսկ Հայաստանը պետք է բարձր գազի գնով վճարի իր ընտրության համար, դա շատ ավելի կարևոր է, քան մարդկային կյանքերը, քան դարերով արդեն իսկ շարունակվող կոնֆլիկտը, որը Հայաստանին զրկում է կենսունակ երկիր լինելու։ Այդ բարձր գազի գինը չվճարելու դիմաց դու վճարելու ես շատ ավելի բարձր գին։ Ընդ որում մենք հիմա արդեն մոտ $400 ենք մեր սպառողը վճարում, ասենք Վրաստանում $200 է, մեր մոտ $375։ Հա, $180 որ այդքան ասվում, այդ Գազպրոմը այդ գազը վճարում է իր դուստր կազմակերպության հետ։ Մանիպուլյացիաների հերթական տեսակ, այո։ Շնորհակալություն, պարոն, շնորհակալ եմ հրավերությունելու եւ քննարկմանը մասնակցելու համար։ Հարգելի հեռուստատողներ, մենք բնականաբար դեռ պարբերաբար ենք անդրադառնալու ապատեղեկատվության, կեղծ տեղեկությունների թեմաներին եւ փորձելու ենք դրանք ուրեմն բացահայտել, աշխատել դրանց հետ։ Ես ուղղակի այս խոսակցությունից մի միտք եմ ուզում դուրս բերել եւ կոչ անել հետևել այդ մտքին, ընդհանրապես ցանկացած պահին, երբ որ որևէ քաղաքական խնդիր, քաղաքական հարց, խնդրեմ ներկայացվում է այսպես պրիմիտիվացված ձևով եւ դրա լուծումն էլ այսպես դες առաջարկում են մի էլեգանտ քայլով, այ ուղղակի դուխնա պակասը կամ չգիտեմ հայու գեննա պակասը նմանատիպ այլ հակագիտական ուրեմն խոսակցություններ, դա առաջին նշանն է, որ ինչ-որ մեկը ուզում է ձեր գրպանը մտնի եւ ձեզ թալանի։ Երբ որ ձեզ պրիմիտիվ լուծումներ են առաջարկում բարդ խնդիրների, դա ընդհանրապես խոսում է նրա մասին, որ ձեր դիմացինը ուղղակի շարլատան է։ Եվ երբեք մի վստահեք պարզ պրիմիտիվ մակարդակի լուծումներին, մեկ քայլանի էլեգանտ լուծումներին, որովհետև ամենայն անկեղծությամբ մեր առջև ծառացած խնդիրները չունեն պարզ լուծումներ։ Դրանք խնդիրներ են, որոնք որ մենք պետք է լուծենք տասնամյակների ընթացքում բարդ ամենօրյա աշխատանքով։ Լավ եղեք, կհանդիպենք յուրաքանչյուր կիրակի 19:00։